Այստեղ նստած էր ծամոնը բերանը։ Դասղեկը փորձում է հիշել, ինչից սկսվեց զրույցը աշակերտի հետ ու ինչպես հանգուցալուծվեց 3 օր անց։ Այդ օրը ծնողի հետ պետք է ներկայանար 10-րդ-ցին, ուսուցիչների պատմելով վատ վարքով անընդհատ աչքի ընկնող Վարդանը։ Բայց աշակերտն այս անգամ էլ եկավ մենակ ու էլի պահանջեց իր գործերը, որպեսզի դուրս գա դպրոցից։ Տնօրենն ասեց տղա ջան, ես քեզ գործ տալու իրավունք չունեմ, ծնողիդ ասա, հայրդ թող գա գործերդ վերցնի գնա։ Արմինե Խաչատրյանի պատմելով հենց այդպես էլ նստած ծամոն ծամելով փողոցի ժարգոնով Վարդանը տնօրենին տեղեկացնում էր, որ չի պատրաստվում ծնողի հետ գալ։ Պապաս քաղաքում չէ, ասում էր, ոնց կգա։ Ասեցի լավ Վարդան, տնօրենի հետ ես խոսում, ոտքի կանգնի, չի կարելի, քեզ հար գալից պահիր։ Ես Վարդանին դուրս տարա, ասեցի հետը մի քիչ խոսամ ես երեխու, թող հանգստանա։ Այդտեղ էր, որ ընկերոջը միացավ 11-րդ դասարանցի Հրանտը։ Դասղեկը վերադարձավ դասասենյակ, տղաները մնացին դպրոցը հսկող ոստիկանի հետ։ Կես ժամ անց զանգ դպրոցի բուժքրոջից։ Իջա տեսա խազեր են այսպես ձեռքերի վրա։ Այս մասով այսպես խազեր էին արել։ Հետո իրենց որ ասեցին ինչով է կարել, բա պրովուլկա ենք վերցրել։ Երակ չէր, որ անհանգստանանք, զարկերակ չէր, երակ չէր, ընդամենը բասկի արտաքին հատվածներ, կտրվածքներ էր, ես էլ մշակեցի, չէ, այդքան չէ։ Այն տարածքը, որը տղաներն ընտրել էին թևերը վնասելու համար, տնօրենի տեսադաշտից դուրս էր։ Այս ծառերից հետո այն կողմի վրա։ Մոնիտորի վրա այդ հատվածը չի երևում, որովհետև դպրոցի բակում չէ։ Ճանապարհի այն կողմում են, կանաչների վրա են եղել։ Այսինքն դպրոցի բակից դուրս։ Հա, դպրոցի բակից դուրս։ Երկու աշակերտի հետ էլ հիմա աշխատում են ոստիկանները, դատաբժշկական փորձաքննության են, դասի չեն եկել։ Չնայած դասընկերները նրանց մյուս օրերին էլ դասերին չէին տեսնում, միայն միջանցքում։ Գալիս է դուրը բացում, խանգարում է, դասերը գնում է։ Սովորաբար դասատները իրան ասում են նստի դասի բան, բայց ինքը չի նստում։ Մեր աշխատանքը անընդհատ կարծես թե իրենց դասերան հրավիրելն է։ Դասարանի միայն աղջիկներն են համարձակ խոսում, տղաները նույնիսկ պնդում են, որ չեն էլ ճանաչում այդ տղաներին։ Դասղեկը բացատրում է ինչու է դասընկերների պատասխանը խուսափողական։ Վարդանն ու Հրանտը զբաղվում են մարտեր առանց կանոնների սպորտաձևով։ Ասում էր բոյ բես պրավիլ, ինչ էր կոչվում, կամեկ։ Դպրոցի տնօրենը պնդում է, որ ցանկացած որոշում հոգուտ աշակերտների լինի։ Վարդանը 4-5 ամիս է այս դպրոցում, մինչև այդտեղ տեղափոխվել է 2 տարի, դասի չի հաճախել։ Հիմա էլ առանց հսկողության թողնել չեն կարող։ Ծնողները ամուսնալուծված են եղել, իսկ հայրը թաքցրել էր ինձանից։ Ապրում է հոր հետ։ Հայրը աշխատում է մարզերում հիմնականում, այսինքն տղան լուրջ հսկողություն չի ունեցել իր վրա։ Մինչև հիմա արդեն 4-5 դեպք եղել է, որ ոստիկանության հետ խնդիր են ունեցել։ Դե մի անգամ ինչ-որ մեքենա են փախցրել, վարքագծային խնդիրների հետ կապված։ 5100 դրամի պարտքն էլ գրքերի համար տնօրենի խոսքով այս ամբողջ պատմության մեջ ընդամենը մի կաթիլ է ու թեմա, որ աշակերտն անընդհատ շահարկում է։ Որ տեսակ դեպքից հետո ձեզ ոչինչ չասաց։ Չի մոտենում։ Երեք էլ դուրս եկա, փախավ։ Իրավիճակը 0-ից ուսումնասիրի նախարարությունը, որպեսզի հասկանա, որտեղ է թերացել ծնողը, որտեղ մանկավարժները։ Շաքե Ղազարյան, Նարեկ Գալստյան, Ժամը լրատվական։